Աննա Աննա Գուրգեն 56 տարեկան ամուրի է ունի 2 երեխա 8 ամիս է գտնվում է կաթվածահար վիճակում Աննա Աննա Ներիր ինձ Աստված իմ, ներիր ինձ Աննա Աննա 28 տարեկան Գուրգենի հարսն է չի աշխատում Աննա Աննա Ալիկ 30 տարեկան Աննայի ամուսինն է սալիկապատման մասնագետ է Աննա Ձայնը տալիս պապան չես լսում Աննա չես լսում Դու լրիվ ցնդել ես Աննա Ինչ է եղել պապ ինձ ասա Աննան տանը չի Չէ տանը չի իջել է խանութ Ես ձախ կողմը շատ է ցավում ոնց որ սիրտս է Ցավում է դեղ կտամ պապ ջան Ասում ես Աննան ուր է գնացել Իջել է խանութ հիմա մի քիչ հետո կգա Ոստե խանութ Ինձ մերակ թողել գնացել է Չէր կարա սպասել դու գայր նոր գնար հա Պապ ջան երևի մտքով չի անցել էլի որ հիմա ցավեր հետ կբռնեն Դու ինչ մտքով չի անցել Թշվել է կանիգը Դա ոչինչ հիմա որ գա ես հետը կխոսեմ էլ նման բան չի անի Ալիկ դու ինչի պիտի խոսես հա Դու ինչի պիտի խոսես ինքը սեփական խելք չունի հա Համ թողեց ցավը Չէ Մի քիչ Լավ դու հանգիստ պարկի հիմա լրիվ ցավեր հետ կանցնեմ Հա Կանիգը որ գա կասես թող գա սենյակ Պապ ջան ես իրա հետ կխոսեմ էլ նման բան չի կրկնվի Ալիկ կանիգը քեզ իսկի շան տեղ չի դնում Ինչի դու պիտի ասես քանի անգամ ասես հա Պապ ջան խնդրում եմ քեզ դու իրան ոչ մի բան մի ասա ես իրան ինչ որ պետք է կասեմ Այդպես պաշտպանի Պաշտպանի դրա համար գլխի տանս է տղա ջան պաշտպանի Այդ դրա համար ինչ ուզում անում է Լավ ես գնամ փոխվեմ հաց կերել ես Չէ Ոնց Այսօր քեզ չի կերակրել Աննան Ասի չէ վատ ես լսում Լավ հիմա կասեմ մի բան կպատրաստի Հիմարի մեկը Այդպես ես անում է որ գլխի տանս է կանիգ հետ պաշտպանի դրան պաշտպանի Այդ անուղեղ հայվանին պաշտպանի թուլամորդ Աննա ինչ է կատարվում քո հետ Չգիտեմ Ինչ է մինչև հիմա չես կերակրել դեղ չես տվել պապայի Կներես ինձ խնդրում եմ կներես ինձ Աննա ինձ նայի հասկացի
Դու նման կերպ ոչ մի բանի չես հասնի։ Պապային չկերակրելով կամ դեղ չտալով ոչ մի օգուտ չի լինի։ Ու պապայի օրգանիզմը հաստատ կդիմանա այնքան, մինչև ես տուն գամ։ Հասկանում ես ինչի մասին եմ խոսում։ Աննա, դու մի մտածի, որ ես քեզ չեմ հասկանում, չեմ մտնում քո դրության մեջ։ Ալիկ, ես ուղղակի էլ չեմ դիմանում, հասկացի, էլ չեմ կարողանում։ Ես ինչ էլ անեմ, քո պապան միշտ դժգոհ է։ Կատարեմ իր պահանջները, չկատարեմ, մեկը բողոքում է ու անընդհատ վիրավորում է ինձ։ Գիտեմ, Աննա, հա, հասկացա, ես ամեն ինչ տեսնում եմ, լսում եմ։ Բայց մենք իրավունք չունենք հիմա իրեն մենակ թողնենք, հասկացի։ Դու չունես, որովհետև ինքը քո ծնողն է։ Դու էլ չունես, որովհետև ինչ ոտք ես դրել ես տուն, ինքը քո ծնողն էլ է դարձել։ Ալիկ, դու շատ լավ գիտես, որ քո պապան ինձ երբեք էլ… Վերջացրու։ Բայց ինչի։ Վերջ էլ չենք խոսում։ Վերկաց գնա ճաշ տաքացրու, ես կկերակրեմ պապային, գնա։ Ճաշ չկա։ Ոնց ճաշ չկա։ Ոնց թե ճաշ չկա, Աննա։ Որովհետև ի վիճակի չեմ եղել պատրաստեմ։ Դու խաբում ես։ Չեմ խաբում։ Ուղղակի դու մոռացել ես, որ ես ղի եմ ու ես էլ կարող եմ ինձ երբեմն վատ զգալ։ Հիմա դու քեզ վատ ես զգում։ Չէ, խաբում։ Ես քեզ նորմալ հարց տվեցի, պատասխանի։ Հա, վատ էի զգում այսօր։ Գլուխս պտտվում էր, չէի կարողանում վեր կենայի։ Հիմա ոնց ես քեզ զգում։ Համեմատաբար լավ։ Այսինքն կարող ես ճաշ պատրաստել, թե չէ։ Լավ, բարձա։ Յուղը որտեղ Աննա։ Յուղ չկա։ Ոնց թե։ Տանը յուղ չկա։ Չէ, վերջացել է։ Իսկ ինչի՞ չէիր զանգում ասում, որ հետս բերեի, հա Աննա։ Մոռացել էի, նոր հիշեցի։ Հա, մոռացել էիր, հա։ Լավ, բարձա։ Եղավ։ Ալիկ Աննան եկավ։ Ալիկ։ Ծեր մարդասողի իբր չեն լսում։ Թուլամորդ։ Աստված իմ, ես կխելագարվեմ։ Դեռ այն ժամանակ, երբ նոր էր հարս եկել այս տուն, Աննային թվում էր, որ սկեսրարն իրեն չի համակրում։ Չնայած Ալիկն ամեն կերպ փորձում էր վստահեցնել կնոջը, որ նման բան չկա, եւ որ Գուրգենի վերաբերմունքը զուտ ծանր բնավորության արդյունքն է։ Այդ ամենը տանելի էր Աննայի համար մինչ Գուրգենի անկողնուն գամվելը։ Դրանից հետո վերջինիս վերաբերմունքը հարցի նկատմամբ դարձավ շատ ավելի բացասական, իսկ վերջին շրջանում արդեն անտանելի։ Աշխատանքից չես ուշանում։ Չէ, Ինչի։ աշխատանքս վերջացել է։ Թե հատուկ ես մնացել։ Չէ, հատուկ չեմ մնացել։ Աշխատանքս է վերջացել։ Բայց ինչ պիտի անես։ Ինչ պիտի անեմ։ Պիտի սպասեմ նոր պատվերի։ Ինչքան պիտի սպասես։ Մի քանի օր։ Կամ մի քանի շաբաթ։ Չէ, դժվար մի քանի շաբաթ սպասել։ Հիմա սեզոնն է, ու մարդիկ բնակարանները վերանորոգում են, այնպես որ այս մի քանի օրվա մեջ պատվեր կլինի անպայման։
Ինչի ինձ երեք չասեցիր։ Շատ հասկանալի պատճառով, Որ հասկանալի պատճառով։ որ դու քեզ լավ չէիր զգում։ Դու աննորմալ վիճակում էիր։ Ես դժվար թե նորմալ վիճակում լինեմ առաջիկա մի քանի տարի։ Ու ասեմ ավելին, իմ վիճակը կարող է գնալով ավելի ու ավելի վատանա։ Սրանից էլ վատ կարա լինի։ Կարա այնքան վատ լինի, որ դու անգամ չես էլ պատկերացնում։ Իսկ օրինակ ինչ։ Կլինի կտեսնես։ Գուցե ասես, հա։ Ինչ կարա լինի։ Դու մի անհանգստացի երկար չես սպասի։ Ես անհամբեր եմ, ասա, Աննա, ասա ինչ կարա լինի։ Դե օրինակ կարա նենց լինի, որ ես էլ չապրեմ այս տանը, կամ էլ ինչ։ կհրաժարվեմ երեխուց։ Ինչ ասեցիր։ Հրաժարվես երեխուց։ Դու ինչս հիմար բաներ խոսում, հա։ Հիմար չեմ խոսում, ես ասում եմ այն բաները, որոնք շատ շուտով կարող է լինեն։ Նման բան չի կարա լինի։ Ինչի։ Քեզ դուր կգա, որ քո երեխեն, նորածին երեխեն ուտելու բան չունենա։ Իմ երեխեն միշտ ուտելու բան կունենա, եղավ։ Հա, չեմ հավատում տեսնելով ներկայիդ վիճակը։ Ներկայի վիճակը ժամանակավոր է։ Իսկ եթե քեզ ուղարկի էլ աշխատանք չտան, մարդ ես։ Չլինի, ես էլ ուրիշ բանով կզբաղվեմ։ Ինչով։ Չգիտեմ, ցանկացած բանով, բայց ես իմ երեխուն, ավելի ճիշտ իմ ընտանիքին սոված չեմ թողնի։ Իսկ այդ տնից գնալը ու երեխուց հրաժարվելը մտքիցդ հանի, հասկացար։ Չեմ հանի։ Ես քեզ թույլ չեմ տա։ Իսկ ես քեզ չեմ ենթարկվի։ Լավ ես մտածել։ Ես ի վիճակի չեմ էլ մտածելու, հասկացի։ Ես ընդամենը ուզում եմ այս դժոխքից դուրս գամ։ Ուրեմն իմ տունը քո համար դժոխք է։ Սա քո տունը չի։ Այդ կապ չունի ով է սեփականատերը։ Կապ ունի սեփականատերը պապատա ու ինքն է տանտերը։ Լսի դու գժվել ես, ինչ ես անկապ բաներ խոսում։ Լսի Ալիկ, լավ, ենթադրենք դու գտար աշխատանք։ Աշխատանք եղավ, մենք սոված չմնացինք, բայց ո մենակ այդքանը չի։ Մենակ ուտելով չի, հասկացի, մարդը պետք է հոգեպես ճնշված չլինի, երբ որ տանը նորածին երեխա կա։ Ինչ ես առաջարկում, Աննա։ Հա, ինչ ես առաջարկում, այս տնից գնալդ ու երեխուց հրաժարվելդ մտքիցդ հանի։ Ուրիշ առաջարկում ես։ Ուրիշ առաջարկ չունեմ։ Դե որ չունես, ուրեմն քո համար ուղղակի ապրիր։ Հարցն էլ հենց այն է, որ չեմ կարողանում ուղղակի ապրեմ։ Պարզվում է դու ինձ չես սիրում։ Չես խոսում։ Ինչ սեր, ինչ սիրո մասին է խոսքը այս պայմաններում։ Պայմանները կապ չունեն, եթե սիրում ես, ուրեմն սիրում ես։ Ոնց որ դպրոցական երեխա լինես, մանկական մտքեր ես ասում։ Լսի Աննա։ Չէ, դու ինձ լսի Ալիկ։ Ես քեզ սիրում եմ, շատ եմ սիրում, բայց էլ չեմ կարողանում, հասկացի, էլի վիճակի չեմ։ Ես չգիտեմ ինչ անեմ, չգիտեմ ինձ ոնց պահեմ։ Դու հասկանում ես, երբես մտածում եմ, որ մենք երեխա ենք ունենալու այս պայմաններում։ Ես ուղղակի խելագարվում եմ կամ քիչ ամնում ինչ որ մի վատ բան անեմ։ Հա, օրինակ գնաս երեխուց հրաժարվել։ Հա, ես երեխա լույս աշխարհ չեմ բերելու, որ ծնված օրվանից տառապի ու տանջվի։ Աննա, արեստեղ բան եմ ասում։ Չես լսում։ Աննա։ Գիտես ինչ եմ մտածում։ Անդադ մտածում եմ ու ինձ հանգիստ չի թողնում այդ։ Անդադ պատկերացնում եմ, որ մեր երեխան ծնվել է ու ինքը լացում է, ես փորձում եմ իրան հանգստացնել ու պապատ գոռում է, կանչում է ինձ այն նենց ոնց որ հիմա է կանչում։ Ալիկ։ Ես այս տանը չեմ կարա ապրեմ։ Ալիկ։ Ինչա պապ։ Չես լսում։ Մի ժամը կանչում եմ Ալիկ։ Հիմա գալիս եմ։ Ալիկ հարագասրու էլ չեմ դիմանում, Ալիկ։ Աննա, եթե չես ուզում ես տանը ապրես, մի ապրի, բայց երեխուց հրաժարվել եմ մտքիցդ հանի։
Աննա ջան, թե այդ խմի սառեց։ Մամ, ինչ անեմ, ինձ մի հատ խորհուրդ տուրել է։ Չգիտեմ էլ ինչ ասեմ, բալես ախր։ Նվարդ, 50 տարեկան, Աննայի մայրն է, այրի է, աշխատում է ռեստորանում որպես լվացարար։ Չգիտեմ, հիմա ես ճիշտ արեցի, որ եկա։ Դե, ախր, էդի ընենց հարցա, որ Կարճ կոնկրետ պատասխանի ճիշտ եմ արել, թե չէ։ Հա, ճիշտ ես արել, բալես։ Ես մտնում եմ քո դրության մեջ ու հասկանում եմ։ Դու ուրիշ ելք չունեիր, հո չէիր մնա այդ դժոխքում ու խելագարվեիր։ Դժոխքում։ Հա ինչա, սխալ եմ ասում։ Դժոխք չի, բա ինչա։ Այդ գուրգենը կրակի նման վառում ա քեզ։ Ալիկը մեղքս գալիս է։ Ոնց որ հեչ իրա հոր տղան չլինի։ Ես էլ եմ խղճում Ալիկին։ Ալիկը շատ լավ տղա է, շատ։ Բայց խեղճը ինչ անի, որ հայրը լեզուս էլ չի պտտվում, որ դրա հասցեին վատ բաներ ասեմ։ Թե որտեղից այդ հիվանդությունը եկավ ու կպավ այդ մարդուն։ Ճիշտ է, ժամանակին էլ մի բան չէր, բայց գոնե աշխատում էր։ Երեսը մի քանի ժամ էիք տեսնում։ Չգիտեմ Ալիկը ինչ անելու մենակ։ Չեմ պատկերացնում։ Խեղճ տղա։ Աստված ջան, այդ մարդու հոգին ար, համինքը կհանգստանա ու կպծնի այդ տանջակներից համել մենք։ Չեմ էլ ուզում սենց բաներ ասեմ, բայց ասում եմ ինչ անեմ, չեմ կարողանում մեջս պահել։ Զարմանում եմ, գիտես չէ, ոնց կարող է մարդ այդքան չար լինի, ախր զգում ա, որ մահը մոտ ա, գոնե հիմա տենց բաներ չանի։ Չգիտեմ Աննա ջան, չգիտեմ, ես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ոնց մակարա իրեն այդ վիճակում այտենց պահի չեմ հասկանում։ Մամ ջան, ուզում եմ քեզ մի բան խնդրեմ։ Ոյ, խնդրելս ո՞րն է Աննա ջան, ասա ինչ ես ուզում։ Ուզում եմ, որ Ալիկի հետ հանդիպես։ Հանդիպել։ Ինչի համար։ Ուզում եմ, որ դու իրան ասես ինչ եմ ես զգում ու ինչի գնացի ես քայլին։ Ինչի Ալիկը չգիտի։ Դու ստեղ գալուց առաջ չես խոսել նրա հետ։ Խոսել եմ, մամ, բացատրել եմ, բայց ուզում եմ դու էլ ասես։ Ես չեմ ուզում, որ Ալիկը մտածի, թե ես անսիրտ եմ։ Ալիկի առաջին շատ մեղավոր եմ զգում, մամ։ Դե մի հուզվի, բալես, մի հուզվի, կյանքիդ մեռնեմ։ Ես կգնամ ու կխոսեմ Ալիկի հետ, ամեն ինչ կանեմ, Աննա ջան, մենակ դու մի լաց լինի, քեզ չի կարելի, ցավդ տանել։ Երբ կգնաս։ Երբ կասես։ Առավոտը։ Խնդիր չկա, առավոտ ես ուզում, առավոտ կգնամ։ Մերսի, մամ ջան։ Քաղցրս, սիրունս, ամեն ինչ լավ կլինի, այ կտեսնես, ժամանակը կանցնի ու ամեն ինչ կկարգավորվի, կյանքիդ մեռնի։ Հանգստացի։ Ալո։ Ալիկ ջան, բարև, Նվարդն է։ Բարև։ Ոնց ես, ցավդ տանեմ։ Ինչի համար ես զանգել։ Ալիկ ջան, ուզում եմ հանդիպենք, խոսելու բան կա։ Խոսելու բան ունես, աղջկադ հետ խոսա։ Խոսել եմ, Ալիկ ջան, Աննայի հետ շատ եմ խոսել։ Իմ հետ խոսալու ինչ ունես։ Դե որ հեռախոսով խոսելու լիներ, կասեի էլի։ Ես չեմ հասկանում, թե դու իմ հետ ինչ պետք է խոսես, բայց որ շատ ես ուզում, արի խոսենք։ Ուր գամ, Ալիկ ջան։ Մեր տուն էլ ուր պետք է գաս։ Տուն, ախր, իսկ Ալիկ ջան չի լինի ուրիշ տեղ հանդիպենք։ Չէ, չի լինի, ես չեմ կարող տնից բացակայեմ։ Հասկանում եմ քեզ, տղա ջան, ես քեզ շատ չեմ զբաղեցնի, խոստանում եմ։
Լսի տիկին նվարդ։ Ես ի տարբերություն Աննայի օրս մի վայրկյան անգամ չեմ կարող մենակ թողնել։ Ու եթե ուզում ես ինձ հետ խոսել, ուրեմն պետք է գաս մեր տուն, ուրիշ տարբերակ չկա։ Լավ կգամ Ալիկ ջան, կգամ։ Դե լավ։ Աննա։ Հա, մամ ջան, եկար։ Էդ ինչ ես անում այդ բանը, թող դրանք ես կնվանամ։ Դրանով լավ երկու բաժակը։ Քո գործը չի, հանգիստ անցի նստի, հա։ Լավ, մամ, մի րոպե, հլա պատմի տեսնեմ ինչ արեցիր։ Դե Աննա ջան, ինչ պիտի անեմ, ես նրան ասացի, որ դու շատ ես նեղվում, շատ ես մտածում իր մասին, որ դեռ չես կողմնորոշվել, ճիշտ ես արել, որ այստեղ եկել ես, թե ոչ։ Ասացի, որ դու իրան շատ ես սիրում ու շատ ես տանջվում, որ որոշ ժամանակ իրարից հեռու եք լինելու։ Բա ինքը ինչ ասեց։ Դե ինչ պիտի ասել, ասաց, որ քո խոսքերն եմ կրկնում, դրա համար կարիք էլ չկար, որ ես հանդիպեի իրեն։ Լավ, բա հետո։ Հետո ես իրեն սկսեցի ոգեշնչել, բայց Ինչ, բայց Աննա ջան, չնեղանաս, Ալիկը չգիտեմ ոնց է հասցնելու, համ աշխատեի, համ էլ հորը խնամի։ դե Ալիկը հիմա աշխատանք չունի, չի աշխատում։ Ասեց, որ երեկոյան աշխատանքի առաջարկ է ստացել, քաղաքից դուրս ինչ-որ սեփական տուն է, այդ սեփական տանտերն է առաջարկել, որ սալիկապատման աշխատանքները Ալիկն անի, հասկանում ես։ Բա ոնց է անելու։ Ինքը ասաց, որ մի օր ժամանակ է խնդրել, պատասխան տալուց առաջ, բայց վստահ է, որ հրաժարվելու է։ Բա այդ մի օր ժամանակն ինչի է խնդրել։ Ինքը բան չասաց, Աննա ջան, բայց հասկանալը դժվար չի։ Մտածում եմ, որ ես կվերադառնամ։ Հա։ Աննա ջան, ես արդեն աշխատանքից ուշանում եմ, գնամ ես, հա բալես։ Հա, մամ ջան, գնամ։ Դու եթե ինչ-որ բան որոշես, ինձ տեղյակ պահի, հա։ Մտածում ես, որ որոշումս կփոխեմ։ Դե չգիտեմ, բայց ինչ էլ որոշես, ինձ զանգի ասա, հա բալես։ Դե ես գնացի։ Մամ, Ասա բալես։ Գուրգենին տեսար։ Ուզում էի մոտը մտնել, բայց Ալիկ ասաց, որ քնած եմ։ Լավ, մամ ջան, գնամ։ Գնացի բալես, լավ կաց։ Երբ դեռ չէր տեղափոխվել հայրական տուն, Աննան անընդհատ մտածում էր միայն դրա մասին։ Իսկ հիմա, երբ այստեղ է, նրա մտածմունքները կապված են միայն ամուսնու բնակարան վերադառնալու հետ։ Վերջնական որոշում կայացնելն Աննայի համար չափազանց բարդ էր, սակայն կար մի համոզմունք, որը հանգիստ չէր տալու Աննային, ինչպիսի որոշում էլ որ նա կայացներ։ Դա այն էր, որ Աննան շարունակելու էր տանջվել, պարզապես տանջանքի պատճառներն էին տարբեր լինելու։
Ալիք ինչ է եղել։ Պապան մահացել է։ Ալիք, կներես ինձ, կներես, ես չպետքա քեզ մենակ թողնեի։ Զանգիշտապ օգնության մեքենական չի։ Ալիք ինչ է եղել, անհանգիստ ես։ Պապան է մահացել։ Ալիք ջան, հասկանում եմ քո ցավը, բայց Չէ, չես հասկանում։ Ոչ էլ աղջիկդ է հասկանում։ Որովհետև չգիտեք, թե պապան ինչի է մահացել։ Ալիք ինչ ես խոսում։ Հիվանդանոցում ինձ ասեցին, որ պապան ինքնասպան է եղել, որ այնքան դեղեր է խմել, որ սիրտը կանգնի։ Հնարավոր չի, պապան չէր կարողանում տեղից վեր կենալ։ Հա, չէր կարողանում, բայց մեկ մարդը, որ շատ է մի բան ուզում անի, անցնում է անհնարինի սահմանը։ Բայց Ուզում ես իմանալ, թե ինչի է տենց բան արել։ Ասեմ, թե գլխի կընկնես։ Ալիք ջան, հանգստացի, տղա ջան, հանգստացի։ Որ պապան անկողնային վիճակում պարկած էր, այդ չէր նշանակում, որ ոչ տեսնում է, ոչ լսում։ Պապան շատ լավ հասկացել է, թե այս ամենի պատճառը որն է, թե ինչ է կատարվում այս մեր տանը, թե ինչ ես դու վեր կացել գնացել, թե ինչ ես դու դադարել խնամել իրան, թե ինչ ենք մենք ամեն օր վիճում։ Հասկացել է, ու այդ դրա համար է այս քայլին դիմել։ Ինքնասպան է եղել, որ մեզ ազատի այս տանջանքներից։ Դու լավ գիտեիր, որ պապային շատ քիչ ժամանակ է մնացել ապրելու, բայց չհամբերեցիր։ Փախար։ Ինչա գիտես, ես ինձ վատ չէի զգում։ Ես ամենավատ վիճակում էի։ Քույրս, որ ոչ մի բանով չի օգնել, ոչ մի բանից տեղյակ չի, այդ ամենը ես եմ արել։ Սաղայ այս ջամից է դուրս եկել։ Դու ինձ ցավը հասկանում ես գոնե։ Ես եմ աշխատել, այդ դեղերի փողը տվել, տարել բժիշկի, բերել, բժիշկներին փող տվել, տունը պահել, սա գիզնից է դուրս եկել։ Իսկ դու որ ընդամենը պետք է դեղ տայիր, կերակրիր, դու դա չարեցիր, վաղկոտի պես փախար մորդ մոտ։ Բայց ես հետ եկա, չէ, ես ընդամենը մի օր տանը չեմ եղել։ Դու մի ժամ անգամ իրավունք չունեիր բացակայելու տնից, մի ժամ։ Մենք ամուսիններ ենք։ Ուրախանալու ժամանակ միասին պետք է լինենք, տխրության ժամանակ միասին տառապենք։ Բայց ես ներում եմ խնդրել, չէ, ես պատրաստ եմ այնքան ներողություն խնդրեմ, մինչև ներես։ Քեզ ներելով ես հորս հետ չեմ բերի։
Ոչ էլ դու մեղքերդ կքավես։ Մենք ստիպեցինք, որ papan գնա այդ քայլի։ Մենք, ես ու դու, երկուսս էլ մեղավոր ենք։ Չէ, դու մեղավոր չես, Ալիկ։ Ալիկ ջան, լսիր ինձ, տղես։ Չեմ ուզում ես ոչ ոքի լսել, ոչ ոքի։ Թող ինձ ոչ ոք չմխիթարի։ Ուր ես գնում։ Գնում եմ աշխատանքի։ Աշխատեմ, որ կինս ու ապագա երեխաս ոչինչի կարիք չունենա։ Ալիկ, ես քեզ շատ եմ սիրում։ Հանգստացի բալես, հանգստացի կյանքիդ մերն եմ, հանգստացի։ Ամեն ինչ որ Ալիկն ասում է, ճիշտ է ասում։ Գիտեմ, Աննա ջան, բայց ինքնամեղադրանքներով ոչինչի չես հասնի։ Բա ինչ անեմ։ Սիրիր ամուսնու։ Ցույց տուր նրան քո սերը, քո վարքով ու պահվածքով։ Ալիկն այլևս երբեք չանդրադարձավ հոր մահվան թեմային։ 3 ամիս անց ծնվեց Ալիկի եւ Աննայի առաջնեկ որդին, որին կնքեցին Պապի անունով։ Փոքրիկ Գուրգենն իր ծնունդով երջանկությամբ լցրեց այս բնակարանն ու ծնողների սրտերը։ Սակայն ինքնամեղադրական ցավը երբեք չանհետացավ նրա ծնողների աչքերից։ Շատ երիտասարդ կանայք գուցե ավելի շուտ լքեին իրենց ամուսիններին, երբ այնպիսի ծանրագույն հոգս ունենին, ինչպիսին Աննան ուներ։ Աննան լքեց Ալիկին ընդամենը 1 օրով, բայց այդ 1 օրն Աննայի համար ավելի ծանր էր, քան դրան նախորդողները։